Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանները բացել, Վահան Կոստանյանն է հաստատում լուրը։ Հայաստանի զինված ուժերում արձանագրվող ինքնասպանության դեպքերը շարունակում են մնալ ամենացավոտ և մտահոգիչ խնդիրներից։ Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը Երևանի քաղաքապետարանի գլխավոր առաջնահերթությունն ու ծրագիրն է, ինչ են քննարկել գործակարգավարական նիստում։ Կյանքը Հայաստանում թանկացել է, գնաճի պաշտոնական թվերն են փաստում, առաջնային սպառման սննդամթերքի գները աստղաբաշխական թվերով են աճում։ Նուբարաշենի այրվող աղբավայր խեղդվող Երևան, վերջերս արդեն պայթյունավտանգ։ Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում Մայակովսկի բնակավայրում գետը վարարել է, հունից դուրս եկել, ողողել տներն ու ճանապարհը։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Արդյոք թրիփը թուրք-ադրբեջանական գործարք է և արդյոք Անկարան նպատակ ունի հեռացնել Ռուսաստանին տարածաշրջանից։ Քաղաքագիտական և փորձագիտական համայնքը մեկ անգամ չէ, որ պնդում է, թե Անկարան շահագրգռված է տարածաշրջանից Ռուսաստանի լիակատար դուրս մղմամբ, անտեսում է այն իրողությունը, որ երկբևեռ փակ համակարգը շատերի համար ավելի հարմար է, քան բաց բազմաբևեռ միջավայրը։ Միևնույն ժամանակ քաղաքագետները նշում են, որ ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում միջին միջանցքի կարևորությունը մեծանում է, իսկ Ալիևը քուն ու դադար կորցրած թիկունքում ավագեղբոր Թուրքիայի շունչը զգալով օր ու գիշեր Զանգեզուրի միջանցք է հորդորում։ Թուրք-ադրբեջանական տանդեմը տարբեր առիթներով դեռ շարունակում է շահարկել TRIP նախագիծը։ Մի դեպքում թուրքական ու ադրբեջանական կողմը դրա մասին խոսում են, չմոռանալով արտաբերել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, մյուս կողմից դրա կյանքի կոչվելը որպես նախապայման հնարավորություն կտա խաղաղության պայմանագրի կնքմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում միջին միջանցքի կարևորությունը մեծանում է։ Զանգեզուրի միջանցքն ավելի կխթանի տարածաշրջանային կապը, Ասիան կապելով Եվրոպայի հետ, նպաստելով ավելի լայն տրանսպորտային, էներգետիկ և թվային ցանցերի ստեղծմանը, լիովին համապատասխանելով Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի առաջնահերթություններին։ Գրեթե նույն ձևակերպումն է արել Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը, թուրքական խոսույթում կիրառվող Զանգեզուրի միջանցքը դիտարկելով շատ կարևոր երթուղի Թուրքիայի համար։ Մենք նաև համագործակցում ենք Եվրամիության հետ այս հարցի շուրջ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանը։ Մենք շատ մոտ ենք դրան հասնելուն։ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը տնտեսական օգուտներ ունի։ Քաղաքագիտական և փորձագիտական համայնքը սակայն նկատում է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում փաստաթղթերի ստորագրումից հետո, հատկապես Մերձավոր Արևելքում Իրանի դեմ պատերազմի լարված իրավիճակի ֆոնին, գործնական քայլեր ակտիվացում այդ ուղղությամբ չի էլ նկատվում։ Մյուս կողմից փորձագետները չեն էլ հավատում, թե այդ ծրագիրը կյանքի կկոչվի։ Բանն այն է, որ ամերիկա-իրանական կողմի միջև հարաբերությունների կարգավորման առումով հավատ չկա, որ գործընթացը հալած յուղի պես կընդունեն կողմերը։ Եվ հետո ամերիկա-իրանյան բանակցային գործընթացում, եթե ծանր նժարի կողմը Իրանին ընկնի, ապա ամերիկացիները պետք է հաշվի նստեն Իրանի հետ։ Ամերիկյան սանիտարական կորդոն Իրանի շուրջ այս կոնֆիգուրացիայով TRIP-ը կյանքի չի կոչվելու։ TRIP նախագծի մասին երբ որ խոսում ենք, երևի արդեն կարելի ասել RIP TRIP։ Ճնշումը եւ ներսից կա եւ դրսից կա, որը նաեւ իդեպ կազդի է տարածաշրջանի վրա, նաեւ Հայաստանի վրա կազդի։ Նիկոլ Փաշինյանն հիմա այլ տեսանկյունից է դիտարկում TRIP նախագծի իրականացումը։ Ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագիրը, Փաշինյանն ասում է, թե նմանատիպ մեգանախագծերի կյանքի կոչվելը կարևոր է երկրների հեղինակության բարձրացման առումով։ Մեր երկրի անվտանգության խաթարումը աշխարհում ոչ մեկի կյանքում ոչ մի բան չի փոխում։ Գիտեք ինչու։ Որովհետև աշխարհում աշխարհի շատ քիչ մարդկանց կարիքներն են բավարարվում, օրինակ Հայաստանով անցնող ապրանքների միջոցով։ Եվ այս ներքաղաքական ճնշումը ստիպում է այդ երկրների, իմ խոշոր երկրների մասին է խոսքը, ղեկավարներին
հոգ տանել այդ հաղորդակցության ուղիների անվտանգության համար, որպեսզի իրանք ներսում խնդիրներ չունենան։ Փորձագետները հիշեցնում են, որ Իրան-Հայաստան սահմանը դարերի կարմիր գիծ է։ Իրանական կողմը բազմիցս հայտնել է այն խախտողներին ծանր եւ դառը ճակատագիր է սպասվում։ Եվ իրանական կողմից մեսիջներ են ստացվում, որ Հայաստանի հարևան երկիրը մտադիր չէ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել։ Իրանական կողմը հերթական անգամ նկատում է, ԱՄՆ իշխանությունները լուրջ չեն վերաբերվում դիվանագիտական գործընթացներին։ Սա ըստ փորձագետների եւս մեկ հիմնավորում, որ TRIP նախագիծը կմնա անիրականանալի ծրագիր կնքելով իր մահկանացուն։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Մարգարայում զգուշավոր լավատեսությամբ են խոսում հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին։ Հայաստանի փոխարտգործնախարարը Անտալիայի դիվանագիտական համաժողովում հայտնել է, որ առաջնահերթությունների շարքում հայ-թուրքական սահմանի Մարգարա Ալիջան հատման կետն է ու նշել, թե շարունակում են երկաթուղային հաղորդակցության վերականգնման տեխնիկական աշխատանքները։ Թե երբ եւ ինչ պայմաններում դրանք կբացվեն, շարունակում է մնալ անորոշ։ Էդվարդ Պողոսյանի անդրադարձը հայ-թուրքական սահմանի բացման հանգուցալուծմանը։ Եվ քաղաքականապես եւ տեխնիկապես Հայաստանն ըստ փոխարտգործնախարարի պատրաստ է Թուրքիայի հետ սահմանները բացել։ Վահան Կոստանյանը, որ այս տարի միայնակ էր մեր երկիրը ներկայացնում Անտալիայի դիվանագիտական համաժողովում, այս մասին հայտարարել է թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում, հավելելով, որ գործընթացն այժմ կախված է Թուրքիայից։ Հայաստանը պատրաստ է հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ նշանակել դեսպաններ, սակայն կարգավորման գործընթացը պետք է լինի երկկողմանի։ Առաջնահերթությունների շարքում փոխարտգործնախարարն առանձնացրել է հայ-թուրքական սահմանի Մարգարա Ալիջան հատման կետն ու նաև նշել, թե շարունակվում են երկաթուղային հաղորդակցության վերականգնման տեխնիկական աշխատանքները։ Մարգարա Ալիջանն է հայ-թուրքական սահմանի պին զոդված այս դարպասները երրորդ պետությունների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունը, որն ըստ մասնագետների մեծ հաշվով չէր նշանակելու տարածաշրջանի ապաշրջափակում, հարաբերությունները կարգավորելու 4-րդ փորձի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քլեչը դեռ 2022-ին էին ձեռք բերել, եւ չնայած Երևանի պատրաստակամությանը այն առ այս պահը փակ է մնում, որովհետեւ թուրքական կողմը հապաղում է։ Ընդ որում այս կարծիքին են ինչպես փորձագիտական վերլուծական համայնքում, այնպես էլ այն արդեն փաստացի կիսում են նաեւ Հայաստանի իշխանությունները։ Օրերս հենց ինքը բանագնաց Ռուբինյանն էր նաեւ հայտարարություն արել, որ չնայած նախորդ 2 տարվա մասնակցության այս անգամ Թուրքիա դիվանագիտական ֆորումի չգնաց, լրագրողների հետ զրույցում էր նշել, թե սահմանը բացելու հարցում հայկական կողմում խնդիրներ չկան։ Դե խաղաղությունը հաստատված է, բայց գործընթացները պետք է գնան իրենց հունով։ Մեր կողմից որևէ խնդիր չկա եւ մենք ոչ ոք նախապայման կա, պայմանավորվածությունը կա, պետք է իրագործվի։ Մինչև իսկ Էրդողանը խոստացավ Երևան-Անկարա հարցերը լուծելու համար խորհրդանշական քայլեր անել, բայց այն մնաց միայն իբրև հայտարարություն։ Թուրք պաշտոնյաները վրա հասան իրենց դուռը թակելու համար, այնուամենայնիվ պետք է Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը ստորագրած լինեն։ Քաղաքագետն ասում է, նախ Անկարան Երևանի հետ եւ ոչ մի անգամ առանց նախապայմանների չի բանակցել։ Բացի այդ, որքան էլ Հայաստանի իշխանություններն առաջնորդվեին հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացներն իրարից տարանջատելու սկզբունքով, այն ոչ Անկարային, ոչ էլ Բաքվին չէր ստիպելու շարժվել նույն կերպ։ Այստեղ որևէ այսպես արտառոց բան չկա, որովհետև Թուրքիան երբեք չի թաքցրել, որ հայ-թուրքական հարաբերությունները կառուցվում են հստակ նախապայմաններով եւ այդ նախապայմաններն են այն հիմնական գործոնները, որոնցով պայմանավորված կարող է հայ-թուրքական հարաբերություններում այսպես պայմանական բեկում լինել։ Այդ բեկումը պայմանավորված է հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման փաստից։ Կլինի կնքման փաստը հնարավոր է Թուրքիան որոշակի սիմվոլիկ քայլեր անի, դարձյալ լիակատար այսպես ապաշրջափակում չապահովելով։ Չի լինի, ես կարծում եմ Թուրքիան այսպես հույսի պատուհանը բաց թողելով շարունակի ներկայացի իր վարքագիծը։ Իսկ որ սցենարն է առավել հավանական, խորհրդարանի խոսնակը Ստամբուլում է հայտարարում, մեջբերում, ակնհայտորեն չեմ կարող ասել, թե ինչ է սպասվում։ Սկզբում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվելու դեպքում սահմանը չի բացվի։ Այնուհետև հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Դրանից հետո առաջ քաշվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը։ Մենք այդ համաձայնագիրը բանակցեցինք։ Դա բարդ եւ երկար գործընթաց էր, սակայն 17 կետի շուրջ հասանք համաձայնության։ Հանդիպեցինք ստորագրման համար, ձեռք սեղմեցինք, բայց միևնույն է գործընթացը չավարտվեց։ Ադրբեջանը իր լոբինգի եւ ազդեցության միջոցով կարող եմ ասել, որ այս պահին խոչընդոտում է գործընթացին, որովհետեւ մի կողմից մեզ հետ
բանակցում է, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Թուրքիան մեզ հետ բանակցի։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան կարծես դարձել է այս հարաբերությունների գերին։ Մարգարա Ալիջան, հայ-թուրքական դռները հիմա ոչ միայն սահմանագիծ են, այլև տարածաշրջանային հաշվարկների խորհրդանիշ, թե երբ եւ ինչ պայմաններում դրանք կբացվեն, շարունակում է մնալ անորոշ, իսկ գործընթացը կախված այն քաղաքական կամքից, որը դեռ պետք է դրսևորվի։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Իսկ թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիան դիտարկում է Հայաստանի հետ փակ սահմանը վերաբացելու հնարավորությունը Եվրոպան եւ Ասիան կապող նոր առևտրային ուղի ձևավորելու նպատակով։ Նշում են, որ Էրդողանը վերջերս Թուրքիան ներկայացրել է որպես ապահով հանգրվան առևտրի եւ լոգիստիկայի համար, պնդելով, որ գլոբալ ճգնաժամերը կարող են նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Անկարայի համար եւ այդ ծրագրի վճռորոշ բաղադրիչը Հայաստանի հետ Թուրքիայի վաղուց փակված համակային սահմանի հնարավոր վերաբացումն է։ ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում կհանգեցնի հուսալի եւ կայուն խաղաղության, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մասադիկովը։ ՀԱՊԿ խորհրդանական վեհաժողովի խորհրդի նիստում նա ասել է, որ իրենք չեն թույլատրում ուշադրությունը հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի նկատմամբ։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Հայաստանի զինված ուժերում արձանագրվող ինքնասպանության դեպքերը շարունակում են մնալ ամենացավոտ եւ մտահոգիչ խնդիրներից։ Կյանքը Հայաստանում թանկացել է, գնաճի պաշտոնական թվերն են փաստում, առաջնային սպառման սննդամթերքի գները աստղաբաշխական թվերով են աճում։ Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը Երևանի քաղաքապետարանի գլխավոր առաջնահերթությունն ու ծրագիրն է, ինչ են քննարկել գործակարգավարական նիստում։ Շարունակում ենք թողարկումը։ Քննչական կոմիտեն տեղեկություն է տարածել Ուժեղ Հայաստան կուսակցության անդամների բնակարաններում խուզարկությունների մասին, նշելով, որ Լոռու մարզային քննչական վարչությունում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ։ Իսկ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Լոռու մարզի Գյուլագարակ եւ Կուրթան գյուղերում զանգվածային խուզարկություններ են իրականացվում եւ որ բերման է ենթարկվել Գյուլագարակի նախկին գյուղապետը։ Տեղեկությունների համաձայն խուզարկություններ են անցկացվել նաև Գյուլագարակի ավագանու ապրելու երկիր խմբակցության ղեկավարի բնակարանում։ Նա եւ Գյուլագարակի նախկին գյուղապետի որդին ընդգրկված են Ուժեղ Հայաստանի ընտրացուցակում։ Լրատվամիջոցների տեղեկություններով, սակայն քիչ առաջ Վրույժ Այվազյանը ու Մհեր Գևորգյանը դուրս են եկել ոստիկանության բաժանմունքներից։ Առաջնային սպառման սննդամթերքը թանկանում է, արդեն հասանել են գնաճի պաշտոնական տվյալները, անցած ամիս խանութներում եւ սուպերմարկետներում մթերքը վաճառել են միջինը 7.8%-ով ավելի բարձր գներով, քան 1 տարի առաջ։ Մեկ տարում տավարի միսը թանկացել է ավելի քան 15%-ով, հացը 3, մակարոնեղենը ավելի քան 9, կաթը 5.5, մրգերը գրեթե 5, զուն ավելի քան 30%-ով։ Մասնագետներ առանձնացնում են թանկացման մի քանի պատճառ, օրինակ երաշտը, ցրտահարությունը կամ այլ կլիմայական խնդիրներ կարող են նվազեցնել բերքը, ինչի արդյունքում սնունդը թանկանում է։ Երբ վառելիքը կամ գյուղատնտեսական հումքը թանկանում է, սննդամթերքի ինքնարժեքը բարձրանում է եւ դա փոխանցվում է վերջնական գնին։ Թոշակառուներում այդ նորմերը խախտված է, անկախ ենթադրենք թանկացումներից, անկախ մնացած հարցերից։ Թոշակառուները սահում է միջին թոշակը 49,000 դրամ, չէ՞։ Արդեն 30,000-ի չափով ենթադրենք տարբերություն կա։ Սննդային շուկայում մոտավորապես վերջի 18 թվականից մինչև հիմա մոտավորապես 60%-անոց գնաճ կա։ Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը Երևանի քաղաքապետարանի գլխավոր առաջնահերթությունն ու ծրագիրն է, այս մասին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարել է քաղաքապետը։ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյայից պահանջել է մինչև շին աշխատանքների մեկնարկը յուրաքանչյուր երկուշաբթի առաջինը զեկուցել, թե ինչ առաջընթաց կա այս հարցում։ Ներդրումային ծրագիրն արդեն ֆինանսների նախարարությունից դրական եզրակացություն ունի, բայց առայժմ չկա ներդրումային կոմիտեի որոշումը։
Երբ որ ֆինանսարման արդեն աղբյուր ասելով ի նկատի ունենք ծրագրի ամբողջ ֆինանսավորումը բյուջետային միջոցների թե արվելու թե միջազգային կառույցների աջակցության շրջանակներում դրա մասին ենք ընդհանրապես խոսում, բայց այն որ ծրագիրը ֆինանսավորման պլանավորված է, դա հստակ փաստ է։ Բովանդակային առումով, քանի որ շատ է խոսում տրանսպորտային համակարգի բարեփոխման եւ բարելավման մասին, առաջերտին քաղաքային իշխանությունները պետք է գնահատեին, թե լավ ցանց ունենալու պարագայում նույն մետրոյի արդյունավետությունը որքան կփոխվեր եւ կամ կառուցելով որքան հակառակ ազդեցություն կունենա այն վերգետնյա տրանսպորտային ցանցի վրա, որը արդեն իսկ նախագծված է եւ թվում է թե ըստ կենացների ցանկանում են իրականացնել, երբ որ մեր ընդհանուր երթևեկության ցանցը գծվել է, վերգետնյա ցանցը չի հաշվարկել, չի ներառել եւ չի պլանավորել իր մեջ, որ մենք աչափնյակում ունենալու ենք մետրոյի կայարան։ Զինված ուժերում ոչ մարտական կորուստների թվում նաև այն մարդիկ են, ովքեր գտնվելով զինվորական ծառայության մեջ տարբեր միջադեպերի հետևանքով մահանում են։ Մարտահրավերների այս շարքում իրականում ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու դեպքերը եւ սպանություններն են եւ դրանք կանխելու համար բանակում ըստ պատասխանատուների էական աշխատանք է տարվում։ Ինչ պատկեր կա վերջն արդյունքում ժամի անդրադարձը։ Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական պայմաններում արձանագրվող մահվան դեպքերը շարունակում են մնալ ամենացավոտ եւ մտահոգիչ խնդիրներից, ինչպես անվտանգության համակարգի, այնպես էլ հասարակության համար։ Վերջերս մամուլում տարածվեց հերթական դեպքի մասին տեղեկությունը։ Նուբարաշենի կրակարաններից հրազենային վնասվածքով զինվոր է տեղափոխվել զինվորական հոսպիտալ, ով ցավոք մահացել է։ Փաշինյանը կարծիք հայտնեց, թե նման դեպքերը կարող են կապված լինել կրթական համակարգի հետ, սկսած նախադպրոցական փուլից։ Նրա գնահատմամբ առկա են նաեւ խնդիրներ հոգեբանական դիմակայունության հետ։ Անվտանգության խորհրդի վերջին նիստում հանձնարարական եմ տվել դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը X թվով ինքնասպանություն։ Կա ինչ-որ հատկանիշ, որ բոլոր ինքնասպանություն գործած մեր սիրելի զինվորների կյանքում նույնն է։ Վերջին դեպքի առնչությամբ Պաշտպանության նախարարությունից եւ քննչական կոմիտեից հայտնել են, որ նշանակվել են փորձաքննություններ եւ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով իրականացվում է նախաքննություն։ Փորձագետների կարծիքով բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառներից մեկը փակ միջավայրում ձևավորվող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտն է։ Նրանց դիտարկմամբ, եթե նախկինում կարևոր դեր ունի սահմանային լարվածությունները, ապա այժմ առավել հաճախ ընդգծվում են հոգեբանական վիճակը եւ զինծառայողների միջանձնային հարաբերություններում առկա լարվածությունը։ Ինքը համալիր համակարգի աշխատում, հա, որտեղ ստուգվում է անձնակազմի պարբերաբար հոգեբանական վիճակը, պարբերաբար ստուգում ոստիկանության կողմից, դատախազության կողմից, հակահայտախոսության կողմից, այդ ստուգումները ինչի համար է արվում, որովհետեւ անձնակազմի միջանձնային հարաբերություններում առավելագույն իրավիճակին տիրապետեն, եւ եթե կան բացթողումներ, ասենք թույլ հրամկազմ կամ զինծառայող, որը իրավիճակին ավելին է տիրապետում անձնակազմի վրա ազդելու, քան ասենք հրամանատարը, այդ բոլորը պիտի բացահայտվի։ Փորձագետները նաեւ նշում են, որ խնդիրը համակարգային է, ըստ նրանց կանխարգելիչ միջոցառումները պետք է լինեն շարունակական եւ նպատակային։ Ընդգծում են, որ պատասխանատուները պետք է ոչ միայն բացահայտեն նման դեպքերը, այլև խորքային վերլուծություն իրականացնեն պատճառները վերհանելու եւ դրանց հիման վրա արդյունավետ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու համար։ Բոլորը մեղավոր են, բացի բուն են պատասխանատուները, որոնց գործառույթում կա հսկողություն, վերահսկողություն։ Դեպք է պատահել զինծառայողը մահացել է։ Միանգամից որակում են տալիս, որ ինքնասպանություն, ոնց որ ուշած որ ինքնասպանություն է։ Կարող է ինքնասպանություն չի, կարող է սպանություն է։ Այդ նախաքննությունը մեկ օրվա ընթացքում որոշեց, հա, որակում են տալիս։ Ես տողատակով հասկանում եմ, որ դա ավելի շուտ ինքնասպանություն չի։ Խնդիրը մնում է առավել զգայուն եւ պահանջում է հավասարակշռված մոտեցում առանց շտապ եզրակացությունների։ Զորամասի հրամանատարը յուրաքանչյուր զինծառայողի պետք է անհատական մոտեցում ցուցաբերի, կարծում են մասնագետները։ Նրանց համոզմամբ բանակում նման դեպքերի կանխարգելումը պետք է կատարվի համալիր մոտեցմամբ, միավորելով պետական կառույցների, մասնագետների եւ հասարակության ջանքերը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Կան իրավիճակներ, երբ ակնհայտ է, որ խոսքի ազատության սահմանները խախտվել են, բայց պարզ չէ կարելի է այդ խախտման համար քրեական պատասխանատվություն կիրառել, թե ոչ։ Այսօր այսպիսի կարծիք է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանը։ Անահիտ Մանասյանը նաև նշել է, որ Հայաստանում կալանքի կիրառման պրակտիկան շատ խնդրահարույց է մնում։ Փորձագետների կարծիքով կալանքի ինստիտուտի շարունակական չարաշահման պատճառն ունի քաղաքական ենթատեքստ։
Ոչ թե կալանքի ինստիտուտի նկատմամբ իրադրությունը մնացել է նույնը, այլ էապես վատթարացել է, որովհետև կալանքին զուգահեռ իր փոխարինող տնային կալանքը շատ մեծ ծավալներով էլի կիրառվում է։ Առաջին ու ամենագլխավոր պատճառը այդ բնականաբար քաղաքական եւ այլ մոտիվներով այդ կամայականությունն է եւ այլ նպատակներ հետապնդող արդարադատությունն է։ Նուբարաշենի աղբավայրում բիոգազի կուտակման հետևանքով պայթյունից կա 2 տուժած։ Պայթյունի և հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների պայթյունը տեղի ունեցել պահակակետի հարևանությամբ գտնվող պետքարանի լույսը վառելիս։ Ինչու մինչև օրս Նուբարաշենի այրվող աղբավայր, խեղդվող Երևան բնորոշումը ստացած աղբավայրի հարցը չի լուծվում, այնպես ինչպես քաղաքակիրթ երկրներում են վաղուց լուծել այդ խնդիրը։ Նուբարաշենի աղբավայրում նախորդին տեղի էր ունեցել պայթյուն, այն էլ որտեղ աղբավայրի սանհանգություն։ Պարզվում է աղբավայրի բիոգազերը կոյուղագծի միջոցով կուտակվել են փակ տարածքում։ Աղբավայրի տնօրենը փորձել է հասկանալ, թե որն է տարօրինակ հոտի պատճառը, միացրել է սանհանգույցի լույսը, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյուն։ Դրա հետևանքով տուժել են աղբավայրի տնօրենը եւ աշխատակիցը։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է կայուն ծանր, կա մոտ 15% այրված ձեռքերի եւ դեմքի շրջանում, սակայն շնչառական օրգանները չեն տուժել։ Գազեր են կուտակում, որոնք կարելի է շատ հանգիստ օգտագործել, բայց դա չի արվում, կուտակում է լինում եւ հետո կարող են տեղամաս արտեղամաս փոքրիկ պայթյուններ լինել, որոնք կարող են բերել հրդեհների։ Նուբարաշենի աղբավայրը Երևանի հավանաբար ամենակարևոր խնդիրներից մեկն է, որի լուծման ուղիների մասին արդեն մի քանի տարի խոսվում է։ Նախ առաջարկվում է Նուբարաշենի աղբավայրը փակել։ Ինչ են ասում պատկան մարմինները, իրանք ասում են դա փակենք, փորձենք այսպես ռեկուլտիվացիայի պես մի բան անել, բայց իրանք էլ են հասկանում, որ այդպիսի քանակությամբ աղբը ենթարկել այդ ժամանակավոր հողով փակել, չգիտեմ ինչ ջրցան մեքենաներով ջրել, հա ինչ որ թեթև, ինչ որ խնդիրներ դրանով կարելի է լուծել, բայց դա հիմնական խնդիրը չի լուծում։ Աշխարհի տարբեր երկրներում բազմիցս գրանցվել են ներգրունտային մեծ հրդեհներ, երբ աղբավայրը թաղվել է հողի շերտով։ Դա իր հերթին ահռելի խնդիրներ է առաջացրել հետագայում գրունտային ջրերի համակարգում, նշում են փորձագետները։ Իմ գործընկերների հետ զրույցի ժամանակ պարզվեց, որ ուրեմն տենդեր այո հայտարարվել է, բայց վերամշակումը այսպեսի մի այլ բան են իրանք պատկերացնում։ Պատրաստվում են աղբը այրել ու վերջ։ Հետո դրանից հետո դեպի մթնոլորտ ինչ կարտանետվի, այդ էլ բոլորս արդեն շատ լավ հասկանում ենք։ Հիմա եթե մենք դիտարկում ենք օրինակ այրման մեթոդը այս դեպքում, ինքը բավականին թանկ մեթոդ է, իրան իրագործելու համար շատ մեծ գումարներ է անհրաժեշտ, որը որ ես չեմ կարծում, որ Հայաստանը նենց ունակություններ ունի հանրապետությունը, որ այդ նմանատիպ ծախսերը փակի այդ աղբի վնասազերծման համար, հա։ Մասնագետները նկատի ունեն, որ աղբի այրում իրականացնող գործարանները պետք է զինված լինեն համապատասխան ֆիլտրերով, օդի աղտոտումը թույլ չտալու համար, իսկ այդ ֆիլտրերը պետք է պարբերաբար փոխվեն։ Այ հենց դա էլ ֆինանսական լուրջ ներդրումներ է պահանջում։ Իսկ ինչ անել դրա փոխարեն։ Մասնագետները նշում են, որ գոնե այս պահից պետք է սկսել նոր աղբի տեսակավորման process։ Քանի դեռ չկա աղբի տեսակավորում, դրա վերամշակման մասին խոսք լինել չի կարող։ Պետք է միաժամանակ 3 գործողություն իրականացվի։ Մեկը նոր աղբավայրի կառուցում, տեսակավորման աղբավարների տեղադրում, այսինքն գոնե 2 տեսակի թաց եւ 4 թափոնների։ Եվ երրորդը այդ տեսակավորման գործարան պետք է կառուցվի, որը որ տեսակավորի այդ գոյացած ամբողջ թափոնները։ Կոպիտ ասած, եթե դու կառուցում ես գործարան, որը չունի պատրաստի հումք տեսակավորված աղբի տեսքով, ապա դա ընդամենը օդ նետած գումար է, որը բնականաբար ձեռնարկատերերին որևէ կերպ չի հետաքրքրի։ Ինչ վերաբերում է Նուբարաշենում արդեն իսկ կուտակված աղբին, ապա այն տեսակավորել ու վերամշակել իհարկե հնարավոր է, սակայն դա էական ֆինանսական ռեսուրսներ կպահանջի, ինչը եւս պետության լուծելիք խնդիր է, բիզնեսին ոչ ձեռնտու, նշում են փորձագետները։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Կհանդիպենք կարճատև դադարից հետո։ Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզու Մայակովսկի բնակավայրում գետը վարարել է, հունից դուրս եկել ողողել տներն ու ճանապարհը։ Մեթեոաշխարհ ջերմաստիճանը կբարձրանա ավելին քիչ ուշ։ Շարունակում ենք թողարկումը։
Այսօր մատենագետ, գրադարանագետ, հայկական գրադարանային ասոցիացիայի փոխնախագահ, Հայաստանի ազգային գրադարանի երկարամյա փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանի ծննդյան 80-ամյակն է։ Մտավորականի Հոբելյանը նշել են ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում, արժևորելով նրա բազմամյա գիտական վաստակը, ժառանգությունը ու ներդրումը հայկական գրադարանագիտության և մատենագիտության զարգացման գործում։ Հանդիսության շրջանակում բացվել է նաև գրականության ցուցադրություն, որտեղ 5 տարբեր ցուցափեղկերում ներկայացվել են Ռաֆիկ Ղազարյանի տարբեր տարիների շուրջ 80 հրատարակություններ։ Անկախության տարիներին ու այլ մեր խնդիրը հենց առաջի տարիներին եղել է գրադարանները պահել, պահպանել, որովհետև շատ դժվար էր, եթե նայենք այսօր մենք ինչ թվով ենք անցել եւ ինչքան գրադարաններ են կրճատվել, բայց կրճատվելու հետ միասին գրադարանների աշխատանքի բովանդակությունն է փոխվել, ուշադրությունն է մի ուրիշ ձևով մեծացել։ Հիմա շատ դժվար է ժամանակներ են կապվում այն առումով, որ կարծես թե գիրքը երկրորդական է դառել, բայց գիրքը ուրույն մշակութային արժեք է իրենից ներկայացնում։ Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում Աբովյան խոշորացված համայնքի Մայակովսկի բնակավայրում գետի վարարման, գետառի չմաքրման, ինչպես նաև որոշ հատվածներում պաշտպանիչ պատնեշների բացակայության պատճառով գետը հունից դուրս է եկել և կիլոմետրերով ողողել ճանապարհը։ Որոշ հատվածներում էլ ջուրը հասել է 1 մետր բարձրության և լցվել մարդկանց հողամասերը, ավտոտնակները ու բակերը։ Ազիվ յոլանք եթե 2 լիտր կոթ եմ ծախում հիմա էլ։ Արտակարգ իրավիճակ է Կոտայքի մարզում Աբովյան խոշորացված համայնքի Մայակովսկի բնակավայրի մի քանի փողոցներ գետառ գետի վարարման և չմաքրման, ինչպես նաև որոշ հատվածներում պաշտպանիչ պատնեշների բացակայության պատճառով հունից դուրս է եկել և կիլոմետրերով ողողել հարակից ճանապարհը։ Որոշ հատվածներում էլ ջուրը հասնում է 1 մետր բարձրության և լցվում մարդկանց հողամասերը, ավտոտնակները, անգամ բակերը։ Իսկ դպրոցեր չեն կարողանալու։ Ոնց է։ 2000 մետր ցանած հող ունեիմ, սա քանդե տարեր է, ջուրն էլ ներկայացության մոտ մի 30-40 սանտիմ վրան գնում է։ Հիմի թե ով պետք է հատուցի, մենք չգիտենք։ Այդքան վնաս ենք կրել մենք։ Գյուղապետին դիմում եմ, գյուղապետն էլ այդ հնարավորությունը չունի, որ գետը մաքրի։ Մենք արդեն ահագին բան արել ենք, մաքրել ենք, հեսա այն բաց տեղերից, որտեղ որ ջուրը բանամ դեպի ճանապարհներ գալիս, այդտեղ ենք պանելներ, որ փակվի։ Դե հիմա դրություն է, մենք ինչ անենք, այս տարի ավելի շատ է։ Զնհալը անձրևները եւ այդտեղ դրաբերցի լճից ջուրա թողան շատացել է։ Ջուրն արդեն մի քանի կիլոմետր տարածվել է, լցվել գյուղի փողոցները, որոշ հատվածներում ջրի մակարդակը հասնում է մինչև ծնկներ, իսկ տեղ-տեղ ավելի բարձր։ Տների բակերը լիովին ջրի տակ են, բնակիչները փորձում են փրկել գույքը բարձրացնելով այն հնարավորինս վերև կամ դուրս բերելով անվտանգ տարածքներ։ Գյուղացիները պատմում են նման իրավիճակ երբևէ չեն հիշում։ Սա զիդինը պերես լցես, ջուրա, եսի մետի եվ չորանա, եւ կարանա գողը մշակել։ Իսկ չենք էլ կարա մշակել։ Առավել մտահոգիչ է, որ դպրոցի ճանապարհն է դարձել ամբողջությամբ անանցանելի, երեխաները չեն կարողանում հասնել դպրոց, իսկ որոշ ընտանիքներ փաստացի կտրված են մնացել գյուղի մյուս հատվածներից։ Ժամի հետ զրույցում Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության բաժնից հայտնեցին, տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները, սակայն իրավիճակը շարունակում է արագ փոփոխվել։ Ղեկավարությունից մարդիկ կան, այն համայնքի ղեկավար աշխատանքների ընթացքի մեջ են, գետի հունը ուզում են փակեն։ Ջրի հոսքը չի նվազում և բնակիչները տագնապած են, ամեն ժամ նոր տարածքներ են հայտնվում ջրի տակ։ Մայակովսկի գյուղում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Իսկ հիդրոօդայութաբանական և մոնիթորինգի կենտրոնից նախազգուշացնում են, որ սպասվող ինտենսիվ տեղումներով և ձնհալքով պայմանավորված ապրիլի 20-21-ը հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում առանձին գետերում զգալի։ Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։ Օրվա մյուս կարևոր լուրերը մեկ տեսաշարով։ Ապրիլի 1-ից գործում է էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միատեսակ մեթոդաբանություն։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ էլեկտրամոբիլների վարորդները road.police.am հարթակում կարող են տեսնել տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագիրը, շարժիչի նվազեցման հզորությամբ։ Նոր մոտեցմամբ, եթե մեքենան ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս օգտագործվում է այստեղ նշված տեղեկությունը, իսկ դրա բացակայության դեպքում մինչև 250 ձիաուժը ներառյալ հզորության դեպքում թիվը բաժանվում է 1
1.5-ի, 251 ձիաուժ եւ բարձր հզորության դեպքում հաշվարկը կատարվում է 2 մասով։ Առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1.5-ի, իսկ մնացած մասը 2.5-ի։ Հետո ստացված արդյունքները գումարվում են։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4701 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 165 ավտոմեքենա։ Երևանում հայտնաբերվել է ոչ ստապ 176 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 114 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 30, չհամրակապված վարելու 673, առանց մանկական նստատեղի քարսիթի 32, վարելու ընթացքում ծխելու 527 իրավախախտումներ։ Մարզերում պարեկները հայտնաբերել են ոչ ստապ 217 վարորդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 70 հոգի։ Շտաբ բուժօգնության աշխատակիցներին միանվագ կտրամադրվի 40,000 դրամ պարգևատրում։ Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը։ Դավիթ Կարապետյանը հայտնել է, որ բարձրացվելու է շտաբ օգնության աշխատակիցների գումարները։ Ապրիլի համար բժիշկները, բուժքույրերը, ֆելդշերները կստանան 20% ավելի, գծային բրիգադների վարորդները 30% ավելի աշխատավարձ։ Ֆելդշերական եւ հոգեբուժական բրիգադների համար աշխատավարձը կբարձրանա 20%-ով։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում քաղաքապետարանը նախորդ երկու շաբաթների համեմատ հավելյալ 235 միլիոն դրամ գումար է հավաքել։ Տիգրան Ավինյանի ձևակերպմամբ դա խոսում է այն մասին, որ որքան էլ որոշակի անհարմարություններ ստեղծի քաղաքապետարանի նոր մեթոդը, այնուամենայնիվ ըստ նրա հավաքագրման եւ կարգապահության տեսանկյունից այն բավականին էֆեկտիվ է։ Հաստատի ըստ Ավինյանի, իրենք նախկինում չվճարող անձանց հաշվին, նրանց վճարելու հաշվին մոտավորապես 8 նոր ավտոբուսի գումար են հավաքել երկու շաբաթվա ընթացքում։ Երևանի քաղաքապետարանն առաջարկում է Ամիրյան փողոցն անվանափոխել։ Նախագծով առաջարկվում է Երևանի կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը, որը սկսվում է Հանրապետության հրապարակից հասնում Սարյան փողոց, անվանափոխել Պապ Թագավորի փողոց։ Փողոցը կրում է Արսեն Մինասի Ամիրյանի անունը, նա հայ բոլշևիկ հեղափոխական էր, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Իսկ թե ինչ եղանակ է սպասվում Հանրապետությունում կներկայացնի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլենդ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Վայլենդ ձեր բնակարանի կայուն եղանակը, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի տեղումներով, սպասվում է անձրև, առանձին լեռնային գոտիներում թաց ձյուն, ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա մոտ 7 Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 6-ից 10 աստիճան։ Վայոց-Ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 10-ից 16, Լոռիում 7-ից 10, Տավուշում 10-ից 13 աստիճան, Հարարատում, Արմավիրում կդիտվի 14-ից 18, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 13-ից 17, Սյունիքի նախալեռներում 6-ից 10 աստիճան։ Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 6-ից 8, ցերեկը 13-ից 16, երեկոյան 9-ից 11 աստիճան։ Այս թողարկումից հետո դիտեք ընտրության ժամը հաղորդում, այսօրվա հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։